Հրանտ Բագրատյանի ելույթներ Սիսիան տարածքի կինովորոտանում մենք այդ տղաներով ասում էինք այդտեղից մարդիկ վերան ես դում արտերեցին ասակ դրանցեք մի բաժակ բան խմեք եկեք Հրանտ Բագրատյանի օգնին քվյարկեք մենք էլ վերցրանք այդ օղի մողին հեներ դրած փեշից տակ մինչև դրանից առաջ խմել էինք որը ճիշտն ասեմ խմող ուտող խմող մարդ եմ Բայտակ գնացինք մի բաժակ էլ խմենք մինչև ելույթը վերջանալու վերջի պահին եկանք տեսնանք ինչ ծրագրեր ունի Հրանտ Բագրատյանը բայց քեպտերս լավ էր էլի իրոք լավ էր հետո տեղից բրծելով ելույթը բրծելով պահին ասելուց մի հատ լրագրող աղջիկ կար թե ինչ հարցազրույցներ ես լավ չեմ հիշում այդ դեպքում ինձ մի հատ հարց տվեց ասա ձեր մարզպետի հետ ոնց եք Ես այդտեղ ինչ-որ լեզվի սայթակում եմ արել, ներողություն եմ խնդրում դրա համար։ Երկրորդ ես փոխարեն լրագրող աղջկան ասեի, խորին զզվանքն եմ հայտում նման լրագրողներից։ Այդ հակառակ ասի, խորին զզվանք եմ հայտում մարզպետից։ Ես դրա համար զղջում եմ եւ շատ ներողություն եմ խնդրում։ Իհարկե ուղղորդում էր, որ ես ինչ պետք է ասեի, որտեւ ես խմած էի, արդեն ինձ բան էր արել, իշխել էր արդեն։ Վերցրել իր ձեռը խմած մարդուն հարցազրույց չեն տամ, էլի ախպեր ջան, որը ճիշտ է չէ, քուր ջան։ Իմ մարզպետը շատ լավն է, մեր Սյունիք աշխարհը լավ պահում է, մենք գոհ ենք իրանից, բոլոր դեպքերին շնորհակալ եմ մեր մարզպետին։ Ամոթ այդ լրագրողին, որ կարողանում է մարդկանց խմցնի եւ սարքի իրաց գլխի։ Ես շատ ամոթ այդ լրագրողը։ Вообще ընդհանրապես լրագրող ինքը չպետք է աշխատի, որպես լրագրող ինքը կենթանի չի եւ իրավունք չունի, ուղիղ չունի լրագրող լինելու։ Շատ ամոթ իրան, որից նման 66 տարեկան մարդուն բերում է գցում ասես բաների մեջ։ Ամոթ այդ լրագրողը։ Ես խնդրում եմ մեր մարզպետից, մեր Խաչատրյանից հազար ներողություն լեզվի սայթակում աղը, խնդրում եմ ինձ դերի։ Այսքան մի բան։